Պարոն Սիմոնյան, հարցս վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարությունից երեկ հնչած հայտարարությանը Հայաստան Եվրամիություն նոր փաստաթղթի շուրջ մեծ մտահոգություններ են արտահայտվել, ընդհուպ մինչև այն խմբագրելու, այսպես ասած, այնտեղից ոչ ցանկալի Բաքվին հայտարարությունները հեռացնելու մասին։ Նախ ինչպես կգնահատեք այդ հայտարարությունը եւ երկրորդը սա չեք համարում, որ Հայաստանի ներքին գործերի միջամտություն։ Նախ այս փուլում պատրաստ չեմ մեկնաբանել այն, որովհետև միայն իմ կարծիքը եւ առանց որևիցե ձևով իմ գործընկերների հետ քննարկելու ես պատրաստ չեմ որևիցե մեկնաբանություն տալ։ Ավելի ուշ կարծում եմ մեկնաբանություն կլինի պաշտոնական ԱԳՆ-ի կողմից նաեւ, այսքան Արձագանք կլինի այս։ Այսօր չգիտեմ թե վաղը կլինի, բայց այս պահին ես անձամբ պատրաստ չեմ այն մեկնաբանել։ Բայց ամենայն դեպս պարոն Սիմոնյան, այնտեղ հայտարարություն կա հեռացնելու մասին այդ հայտարարությունը։ Այս պահին ես պատրաստ չեմ դա մեկնաբանել, ոչ մի լավ, ոչ մի վատ, որևիցե բան պատրաստ չեմ ասել։ Պարոն Սիմոնյան, իսկ հնարավոր է, որ այս հայտարարությունը հետաձգի փաստաթղթի ստորագրումը խաղաղության պայմանագրի։ Չեմ կարծում, որովհետև աշխատանքները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ շարունակվում են եւ պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե մեր կողմից, թե Ադրբեջանի կողմից կա եւ պետք է ասեմ, որ այն մտահոգությունները, որոնք որ մեր մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով նաեւ հնչում են Ադրբեջանում։ Ուստի մենք պետքա շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաեւ վստահության վերականգնման ճանապարհ անցնենք, որը կարծում եմ հեշտ չի լինելու, բայց իրագործելի է։ Դուք խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտավորապես ինչ ժամկետի Գիտեք ինչ, անշնորհակալ գործաժամկետների մասին խոսելը, մենք պատրաստ ենք իրեն եղել շատ վաղուց ստորագրել, մենք հիմա ենք պատրաստ այդ պայմանագիրը ստորագրելու եւ այդ ուղղությամբ նույնպես խոսակցությունները շարունակվում են, որովհետեւ ակնհայտ է, որ կոնֆլիկտ որպես այդպեսին այլևս չկա եւ կոնֆլիկտի պայմաններ չկան եւ նախադրյալներ չկան ու չեն էլ կարող լինել եւ կրկնում եմ շատ կարեւոր ու որոշիչ բան է դա վստահության վերականգնումը բոլոր պետությունների մեջ բոլոր երկրների մեջ լինում են ինչ-որ հարցեր, որոնք իրենք քննարկում են, մենք մեր հարևանների հետ մեր հարցերը այլևս պատրաստ ենք եւ կարողանում ենք համատեղ քննարկել։ Պարոն Սիմոնյան, չնայած երկու կողմն էլ իշխանությունների բարձրագույն իշխանության մակարդակով հայտարարում է, որ այո, խաղաղությունը արդեն հաստատված է, բայց այս հայտարարություններն են հնչում, հա, միմյանց երրորդ կողմի հետ միմյանց գործերին, այսպես ասած, խառնվելու, հա, չեք կարծում, որ սա խաղաղության, այսպես հաստատման մասին չի խոսում, այլ որ Ադրբեջանը բարբերաբար իր կամքը, իր ցանկությունները շարունակելու է թելադրել։ Իսկ ով ասեց, ներողություն եմ խնդրում, իսկ ով ասեց, որ դուք ձեր հարցի ձևակերպումը ինձ դուր չի գալի, որովհետև որ դուք ասում եք շարունակելու է թելադրել։ Ուզում հասկանամ, այդ այն տրամաբանության մեջ է։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը իր շահերը ունի եւ իր շահերն է առաջ քաշում, Ադրբեջանը իր շահերը ունի առաջ է քաշում, բայց մենք օրինակ հենց խաղաղության պայմանագիր է։ Խաղաղության պայմանագիրը միայն Ադրբեջանին ձեռնտու պայմանագիր է։ Ոչ դա երկկողմ ձեռնատու պայմանագիր է եւ այնտեղ մեր շահերն են եւ արդյոք օրինակ ինչ որ մի լրագրող ազատության կամ որևիցե այլ լրագրող որևիցե ադրբեջանցի գործընկերոջը նմանատիպ հարց տալու պարագայում նույն պատասխանը չի ստանալու։ Ես վստահ եմ նույն պատասխանն է ստանալու։ Կրկնում եմ պետք չի նայել միայն մեր մոլորակից, մեր դիտակետից, մեր տրամաբանության մեջ կա միջպետական բոլոր երկրների հարաբերությունների մեջ կա երկու դիտակետ, իրենց շահերն են առաջ տանում, մենք մերը կրկնում եմ, ուղղակի գիտեք ոնց մեր երկրում շատ են սիրում մեր հաջողությունները նվազեցնել, որպեսզի անընդհատ իշխանությանը պահել մոնիտորինգի տակ, միգուցե որ ճիշտ ժողովրդավարական տրամաբանություն եւ միևնույն ժամանակ որևիցե այլ երկրի բանը շատ ավելի մեծարել եւ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել, տենց չի եղել եւ անցած 5 տարիները հողի վրա տեղի ունեցող իրադարձությունները եւ այսօրվա իրականությունը դրա ապացույցն է։ Դա
ապացույց ունի, դա իմ խոսքերը չի։ Բայց այդ հայտարարությունը հնչում է այսօրվա ձեր նկարագրած իրականության։ Հասկանալի է, հայտարարություններ միշտ հնչել են ու միշտ հնչելու են, հայտարարություններ հնչելու են ամենահարազատ երկրների միջև, ամենաընկերական, դաշնակցային երկրների միջև։ Այդ հայտարարությունները նրա համար է, որպեսզի այդ հայտարարությունները քննարկվեն, այդ հայտարարությունները նրա համար է, որպեսզի լինի հակառակ հայտարարությունը եւ սկսի որևիցե քննարկում։ Այսինքն դուք կարծում եք, որ հայտարարությունները երկու կողմից էլ հնչող, ես կրկնում եմ, թե Ադրբեջանից, թե Հայաստանից, որ խաղաղությունը հաստատված է, դրանք չեն ստվելու։ Ես ասում եմ, որ խաղաղությունը հաստատված է։ Խաղաղությունը հաստատված է։ Այլ հարցեր։ Իսկ խորհրդարանական մակարդակով շփումների, քննարկումների որևէ տեսլական կամ նախատեսվում են։ Դե մենք մասշտաբես փորձում ենք բոլոր միջազգային հարթակները օգտագործել շփումների համար եւ Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանությանը եւ պետք է ասեմ, որ գալիք ենթադրում եմ նման առաջարկ դեռ չի եղել եւ նման խոսակցություն դեռ չկա, բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կա հնալիք IPU համաժողովի շրջանակներում վստահ եմ, որ էլի շփումներ տեղի կունենան իմ եւ Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի միջև եւ կշարունակենք քննարկել նաեւ այն տրամաբանությունը, որ մեր падգամավորները եւ մենք ինչ որ մի ընդլայնված ֆորմատով էլի շփումներ ունենանք արդեն որևիցե միջազգային բանից դուրս, հա, համատեքստից դուրս, արդեն հենց մեր որոշման հիման վրա։ Պարոն Սիմոնյան, սահմանազատման հանձնաժողովները իրենց օրակարգը արդեն սահմանել էին, ընթացքում նաև քննարկման թեմա դարձավ նավթամթերքի ներմուծումը, կարող ենք ասել, որ օրակարգում փոփոխություն կա, սահմանազատման աշխատանքներն ինչ փուլում են։ Ոչ մի փոփոխություն չկա, պետք է ասեմ, որ ինչ որ հարցերում մենք ենք շտապում, ինչ որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթաց է, որը շարունակվում է եւ ես կարծում եմ, որ մոտակա ապագայում մենք նաև ինչ որ մի մաս նույնպես կսահմանազատենք, հա, եւ կունենանք այն դրական հաճելի ստացված իրավիճակը, որը որ ունենք իրանցի մասում, որը որ դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ որ մենք միջազգային գործընկերներին եւ մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք ցույց ենք տալիս եւ ի ցույց ենք դնում, թե նշված քիչ առաջ խոսացված խաղաղությունը ինչ տեսք կարող է ունենալ եւ ինչ տեսք ունի։ Պարոն Սիմոնյան, որ հատվածի մասին է խոսքը եւ ինչ մոտ ապագայի է, դրանք ամիսներ։ Հատվածի մասին հիմա հստակ որևիցե բան չեմ կարող ասել, ինչ ժամկետի մասին է խոսքը նույնպես չեմ կարող ասել, կարծում եմ առաջի երամսյակի մեջ եկող տարվա։ Պարոն Սիմոնյան, 3 գումարած 3 ձևաչափով հաջորդ հանդիպումը Ադրբեջանը առաջարկել է անցկացնել Բաքվում եւ հիմա ըստ էության պատասխանի է սպասում, Երևանը դեռ չի շտապում իր պատասխանը տալ։ Հայաստանը հակված է, որ Բաքվում այդ հանդիպմանը մասնակցի եւ ոնց որ Հայաստան Ադրբեջան այդ հերթագայության մասին էր խոսքը։ Թե սկզբում մտածում եք, որ Հայաստանում լինի նորարար։ Տեսեք, պետք է ասեմ, որ այդ հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարարությունը, բայց միևնույն ժամանակ տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը չմասնակցելը չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի եւ չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում տեղի ունեցող գալիք ինչ որ նախատեսված միջոցառմանը եւ կարծում եմ, որ այդ այլևս քննարկելի հարց չէ, այսինքն մենք ինչ ենք քննարկում նման հարցեր տարածաշրջանային այս իրավիճակում, եթե կան ինչ որ խնդիրներ, մենք այդ խնդիրները կբարձրաձայնենք, օրինակ ինձ համար խնդրեմ է հանդիսանում պահվող անձանց գերիների արկայությունը, բայց կարծում եմ դա նույնպես քննարկելի եւ ինչպես նախկինում քննարկելի եւ լուծելի հարց է, բայց չմասնակցել իմ
կարծիքով ուղղակի չի կարելի։ Պարոն Սիմոնյան, նավթամթերքի առևտրի մասին խոսք կա, հա, երբ է առաջին խմբականակը սպասվում, ինչ ծավալների մասին չգիտեմ կոնկրետ։ Եվ Երևանը հաշվարկել է ներողություն հարցս ավարտեմ, թե ինչքանով է շահավետ ադրբեջանական նավթամթերքը, արդյոք բենզինի մասն է, պարոն Սիմոնյան։ Կոնկրետ ժամկետներ ձեզ չեմ կարող ասել, բայց ես չեմ ուզում մենք կենտրոնանանք հենց նավթամթերքի վրա միայն, բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի եւ մենք դրան պատրաստ ենք եւ խաղաղության խաչմերուկը եւ այն խաղաղությունը, որի մասին խոսում ենք, հենց դրա մասին է։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, թե կարող է հիմա առաջին տեսեք ծորենը եղավ, իդեպ Մարդից օգտվելով ասեմ, ինչ որ շարժումներ են գնում այն բանի հետ կապված, որ այդ ծորենը 4-րդ կարգի է եւ դա որևիցե ձևով պիտանի չէ կամ որևիցե բան չունի, ես պետք է ասեմ, որ այդ ծորենը օգտագործվում է նաեւ հաց թխելու մեջ եւ դա օգտվում է մարդից եւ այդ ինֆորմացիան մեր քաղաքացիներին նույնպես տամ, ինչ վերաբերում է նավթամթերքին, այո, ինչու ոչ, ինչքան շատ այլընտրանքը լինի էներգակիրների, լինի դա նավթ, լինի դա գազ, լինի դա, չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է, Հայաստանը պետք է դրանից օգտվի եւ հնարավորություն տա, որ Ադրբեջանը նույնպես իր շահը եւ հետաքրքրությունը ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով Նախիջևան կամ Թուրքիա հնարավորություն ունենա այդ ապրանքը արտահանելու։ Պարոն Սիմոնյան, Երևանը բազմիցս կրկնել է առաջարկը Հայաստանի տարածքով Ադրբեջանին տարանցման, այսպես ճանապարհ տալու։ Ինչու Ադրբեջանը չի օգտվում դրանից, դուք ունեք տեղեկություն։ Ես պետք է ասեմ, որ մենք այդ խոսակցության շրջանակում շարունակում ենք քննարկումները։ Եվ չեմ բացառում, որ այդ տեղի կունենա, տեսեք, նույն ծորենի գալը դա դրա առաջի քայլն է։ Շատ մեծ անվստահության խնդիր ունենք մենք երկու ժողովուրդների եւ պետությունների միջև, հա, մեր ղեկավարները, երկրների ղեկավարները, ղեկավար կազմները, պատգամավորները, մենք փորձում ենք դա անենք, բայց պետք է հասկանանք, որ 30 տարվա, 30 տարուց ավել տեղի ունեցած այդ պատերազմի եւ թշնամությունը այդքան հեշտ չի լինելու շրջանցել, անցնել, մոռանալ եւ մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ նայել, լրագրողները պետք է այդ ուղղությամբ քայլեն։ Դուք ամստությունից եք խոսում, ստացվում է, որ Հայաստանը հիմա ավելի շատ է վստահում ադրբեջանցիներին, քան ադրբեջանցիները հայերին, որտեղ իրենք չեն օգտվում տարանցման այդ առաջարկից։ Ես չեմ ուզում չափեմ ինչ-որ մեկի վստահությունը, բայց հավատացեք, որ ինչքան հայերը չեն վստահում ադրբեջանցիներին, այդքան ադրբեջանցիները չեն վստահում հայերին։ Դա փոխադարձ է, կրկնում եմ, մեր մոտ տպավորությունը, որ ինչքան վատ բան կա միայն մեր երկրում է կատարվում եւ ինչքան լավ բան կա այնտեղ է կատարվում, նույն տրամաբանությունը կա նաեւ այնտեղ, որ ինչքան վատ բան կա իրանց մոտ է կատարվում, որ միգուցե իրենք այս մի բանը պետք է սենց չանեին, նույնիսկ ավելի տենց ագրեսիվ կարծիքներ կան այնտեղ հնչող, որովհետեւ կրկնում եմ, մենք 30 տարի եղել ենք թշնամության մեջ ապրող ժողովուրդներ։ Պարոն Սիմոնյան, մեկ հարց գերիների հետ կապված է, ինչ նորություն ունենք գերիների վերադարձի այս գործընթացում։ Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ դրա մասին բարձր չենք խոսում, բայց աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ լինի դա Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, թե որևիցե միջազգային ներկայացուցիչ, որևիցե դեսպան, որևիցե պատվիրակություն, որևիցե այց, որևիցե հանդիպում խոսակցություն չկա, որտեղ զրույցի կետի մեջ չկա գերիների եւ պահվող անձանց վերաբերյալ կետ, ինչպես նաեւ անհայտ կորածների վերաբերյալ կետ։ Դա բացառված է, միշտ իմացեք, որ դա այդ երկու կետը մշտապես կան եւ լինելու են այնքան ժամանակ, մինչեւ հարցը չլուծվի, իսկ դրական լուծման միտում ես տեսնում եմ եւ սպասում։ Ինչն եմ ինչից ենթադրել։ Դե ասել եմ, հիմա մենք պատերազմից հետո ունեցել ենք 200-ին հասնող գերիներ։ Հիմա այս պայդրությամբ 23 հաստատված գերի ունենք, պահվող անձ ունենք, հա, եւ պետք է տեսնենք, հա, ինչա փոխվել, հա, 5 տարվա ընթացքում եւ նաեւ խոսակցությունները եւ քննարկումներն են ինձ այդ հույսը ներշնչում, ինչպես նաեւ արձագանքները, երբ որ ես ասում եմ, որ մենք խոսում ենք մարդկանց հետ, միջազգային կառույցների հետ կամ միջազգային ներկայացուցիչների հետ, ես տեսնում եմ, որ դա լեգիտիմ պահանջ է Հայաստանի Հանրապետության կողմից, լեգիտիմ խոսակցություն է եւ բացառում եմ, որ որևիցե լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք, ուղղակի պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք,
մենք ինչպես մնացած մեր եղբայրները, ընկերները վերադարձան, վստահ եմ, որ մի օր բոլոր, կրկնում եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր որ այնտեղ են գտնվում, մի օր բոլորը վերադառնալու են Հայաստանի Հանրապետության։